Սիրով ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Մաղթում եմ ձեզ բարի, ուրախ օր, հարգելիներս, դուրս եկա պատշգամբ եղանակը տեսնելու եւ ձեզ հաղորդելու։ Մեզ մոտ այսօր պայծառ, անուշ, արևոտ եղանակ է, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն լոլիկները պետք է տեղափոխեմ այսպիսի բաժակների մեջ, որտեղ անցք եմ արել տակի մասը, նույն ձևի, ոնց որ արել եմ պղպեղները եւ սմբուկները։ Հիմա տեսեք ինչ մեծացել են։ Ես ջրել եմ, որպեսզի հեշտ լինի։ Բոլորը տարբեր սորտերի են, տեսնում եք։ Հիմա խոշորները ես կառանձնացնեմ բաժակներով կդնեմ, մանրները մի երկու օր հետո, կամանց արդեն պետք է բոլորը վերջացնեմ։ Համարներով տեսնում եք գրել եմ 22 սորտի լոլիկներ են։ Հիմա սիրելիներս անպայման ծակեք, որպեսզի ջրելուն ջուրը թափվի։ Տեսնում եք այստեղ մի քիչ ավել ջուր եմ լցրել, անցք չկա, չի գնացել ներքև, չի թափել։ Սա ցանելու ժամանակ պետք է անցք չլինի։ Ուղղակի ես մի քիչ շատ ջուրը լցրեցի, որպեսզի եթե ջուրը գնա, սերմը պետք է անընդհատ խոնավ լինի, որ չորանա, միգուցե աշխատանքի լինեք, չկարողանաք շուշուր ջրել, իսկ հիմա պետք է արդեն անցք բացենք, տակի մասը ծակենք, նոր մեր լոլիկները դնենք բաժակների մեջ։ Հարգելիներս, ես հողը գցել եմ տոլմայի հոլովակի տակը, դուք նայեք եւ գնեք այդ հողը, շատ լավ հող է։ Հիմա ես կլցնեմ, այսպես լավ կեսախմեմ, ուղղակի մի 2-3 հատ ցույց կտամ։ Լցնելուց հետո նոր ամեն սորտ թղթի սկոչի վրա կգրեմ, կկպցնեմ, որպեսզի չխառնեմ եւ տետրի մեջ եմ արդեն նշել, թե որ համարը ինչ սորտ է։ Ընկելու ժամանակ էլ արդեն կամանց արև, անուշ մեզ մոտ եղանակ է, չորանում է։ Մի քանի օրից, մի 3-4 օրից կգնամ հողամաս եւ տեսնեմ ինչ կա անելու։ Պետք է մաքրենք ելակները, մի քիչ ելակ ունենք, վարդերը, մի խոսքով խաղողի վազերը հանենք, ամեն ինչ էլ կա, կամանց կանենք մինչև ցանքի ժամանակ։ Այստեղ Մոսկվայում արդեն սկսում են մայիսի 1-ի տոներից հետո, եթե եղանակը բարենպաստ է եւ արևոտ է, եթե անձրևոտ եղավ, չենք կարող, անցած տարի մայիսի վերջին եմ սածիլներն արել։ Խնդրեմ, իսկ հիմա սա ցույց տալու համար բավական է, սիրելիներս։ Իսկ հիմա ես կվերցնեմ այս սորտը, մալինովի նոսիկ, մալինովի։ Հիմա նույն ձևի, խնդրեմ, ահա, անցք ենք անում, շատ եմ ջրել, ինքն իրան տեսեք ինչ արմատներ ունի։ Ընդհանրապես, հարգելիներս, այսպիսի սորտավոյ լոլիկները հաստ չեն լինում, իրենք բարակ են, կա մեջերը շատ հաստ, անցած տարի այսքան հաստ էր, իսկ սա դեռ հլը կաճի եւ մի քիչ կհաստանա։ Խնդրեմ, այսպես անում ենք եւ ես այս համարը կգրեմ, կկպցնեմ, հեշտությամբ դուրս է գալի, արմատները լավ, հաստ, ընտիր, պատրաստ են արդեն բաժակների մեջ դրվելու։ Եթե ինչ-որ հարցեր կունենաք, գրեք, իմ սիրելիներ, իմ լավ ընկերներ, իմ անուշիկ ընկերներ, գրեք, ես ձեզ կպատասխանեմ։ Սա էլ այսպես, դժվարություն չկա, կկպցնեմ,
որպիսի չխառնեմ։ Տակը մի քիչ որ հող եք լցնում, չէ, այսպես ուրչում է։ Նայեք, մոտիկ եմ բերում, սեղմում եք։ Ահա, խնդրեմ։ Ինքը կանգնեց արդեն։ Մի հատ էլ անեմ եւ առանց ձեզ կվերջացնեմ։ Այս մեկից 4-ը, այս սորտից 4-ը հատ եղավ։ 5-ը սերմել, բայց 4-ն է, մեկը չի ծլել։ Մի հատ այսպես ենք անում, վերջ։ Խնդրեմ։ Սա էլ հենց նույն բաժակի մեջ է կթողեմ, իրեն բաժակի մեջ։ Ահա, ուղղակի մի քիչ հող կավելացնեմ։ Ինչ դնում եք հողը, սիրելիներս, ինձ հետ միասին, թող մեկը հազարանի Աստված, օրհնելով օրհնի, մեր օրը մեզ առողջություն տա, նոր մեր բույսերը, հարգելիներս, առանց առողջ լինելու չենք կարող ոչինչ անել, վայելենք մեր ցանածը, մեր տնգածը և մեր բերքը, ահա, անուշ վայելենք, դուք էլ ինձ հետ միասին, իսկ ցանում եք, ինչ անում եք, անուշ վայելեք, հարգելիներս, միշտ լինեք առողջ և ուրախ։ Հիմա առանց ձեզ կադրից դուրս ես լցնեմ, վերջում ցույց կտամ, որպեսզի ձեր ժամանակը շատ չխլի։ Կիսածիլները, որոնք որ մեծ էին, արդեն դրել եմ բաժակների մեջ, սորտերը գրել եմ համարներով, մնացածը մեծանան հետո այստեղ արդեն ռեհանի սածիլն եմ արել մի 25-30 հատ առանց ձեզ, որովհետև նույն ձևի է, հարկ չհամարեցի նորից ցույց տալ և մի 2 աման էլ դրել եմ ծաղիկները չոր, հիշում եք, իմ սեղանին դեռ դրված է այդ ծաղիկներից, իսկ հիմա սրանք տեղավորեմ, անցնեմ մեր աղցանին, մի համեղ աղցան։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել տոնական աղցան, այս աղցանը բոլորս էլ սիրում ենք, որը կոչվում է ալիվիե կամ մայրաքաղաքային, ես պատրաստում եմ իմ տարբերակով, եթե կհավանեք իմ պատրաստած տարբերակը, դուք էլ կարող եք պատրաստել, բաղադրիչները նախօրոք եփել մաքրել եմ, կարտոֆիլն է բաղադրիչները, գազար, ձու, թարմը սամիտ և մաղադանոց, կանաչ ոլոր և թարմը տավարի միս, շատ թեթև եմ աղ լցրել, որպեսզի մայանեզի մեջ էլ կա աղ, շատ աղի չլինի, կարող եք մայանեզով պատրաստել, կարող ենք նաև թթվասերով պատրաստել, ես նախօրոք խաշել եմ հարգելիներս, որովհետև տաք վիճակում, որ կտրտում ենք, կարտոֆիլը և գազարը մի տեսակ ոնց որ լխկվի, դրա համար մաքրել եմ, թողել եմ, որպեսզի սառի, նոր կտրտեմ։ Կարելի է նաև կտրտած հում վիճակում պատրաստել, խաշել, նոր պատրաստել, իսկ ինձ մոտ ոչ, ես խաշել եմ, նոր մաքրել եմ, հարգելիներս, սիրելիներս, իսկ հիմա սկսենք կտրտել։ Ես սկզբից կկտրտեմ միսը, տեսնում եք, ես միսը ջլոտ մասերը բոլորը կտրել հանել եմ, որպեսզի ուտելու ժամանակ հաճելի լինի, իսկ որ լինում են ջիլ կամ ավելորդ յուղային մասեր, հարմար չի, և ատամի տակնիկնելու համար, և համի տեսակետով, հիմա կկտրտեմ ոչ շատ խոշոր, քառակուսիներով, Մարինկաս էլ անչափ սիրում է այս սալաթը, այս աղցանը, որոշեցի պատրաստեմ, կարելի է առանց ձվով էլ անել, դե սա մի օրվա համար կարելի է ձուկցել, եթե շատ անեի և մի քանի օր մնար, դա արդեն ձու չէի խաշի, հետո մոռացա ասեմ և թթու վարունգ կկտրտեմ այս բոլոր բաղադրիչները, նոր կբերեմ թթու վարունգը կբացեմ, մեր տնական, մեր հողամասի վարունգն է, որը փակել ենք ձմռան համար, մինչ այսօր ունենք արդեն
Մարտի 31-ն է, հարգելիներս։ Կտրտեմ։ Չկա մեկը, կարծեմ, որ այս աղցանը չսիրի, բոլորն էլ սիրում են։ Միսը, որ շատ է լինում, չէ, ավելի համեղ է լինում։ Մեկ ես, որ տավարի միս չի լինում, հավի մսով էլ եմ պատրաստում, հավի մսով էլ է շատ համեղ լինում, այնպես չի, որ համեղ չի լինում։ Ունենք տավարի մսով եմ պատրաստում։ Այսօրվա եղանակը շատ անուշ, իրոք գարնանային եղանակ է, տաքացնող, ջերմացնող, տրամադրություն բարձրացնող եղանակ է, թող չորանա, շատ խոնավ է, այնքան խոնավ է, որ չեմ կարող մենք հողամասում գործ անել։ Վերցրել եմ այսպիսի տարա, մի քիչ մեծ ծով, որ խառնելը հեշտ լինի, և սեղանին տախտակի տակ դրել եմ ամանի սրբիչ, որ տախտակը մեկ-մեկ այս մատերիալի վրա սղում է, հարմար չէ, հա, քաշել, տանել, բերել։ Այսպես, այսօր էլ այսպես որոշեցի, քանի օր ուզում էր, ասի լավ, Մարինե ջան, այս սածիլների հետ, որ զբաղվում եմ, չեմ հասցնում։ Թե չէ դժվար չի, ինձ համար պատրաստելը, եթե իհարկե առողջությունը մարդու ներում է և տրամադրություն ունես պատրաստելու կպատրաստես, եթե անտրամադիր պետք է պատրաստենք, ավելի լավը չպատրաստենք, ոչ համեր է ստացվում, ոչ էլ, ես միշտ ուրախ եմ պատրաստում, միշտ լավ, բարի մտքերով, սիրելիներս, պատրաստում եմ իմ ընտանիքի անդամների համար, ինձ համար, համեցեք բոլորդ, մեծ սիրով բոլորիդ կընդունեմ, ովքեր մոտիկ են ապրում, համեցեք ամռանը, թեկուզ հիմա, մեր տան դռները բաց են բոլորիդ առջև, սիրելիներս, եկեք, մեր հողամասում ամռանը կնստենք, կզրույցենք, ինչու չէ խորովածել, սուրճել, մի լավ օր կանցկացնենք, կարող եք մնալ, խնդրեմ, հարգելիներս, բոլորիդ էլ հրավիրում եմ, ովքեր մոտ են ապրում, կարող ենք հավաքվել իմ բաժանորդներով մի լավ տրամադրություն բարձրացնել, ասել, խոսել, մոտիկից ծանոթանալ։ Այսպես, հավանում եք իմ պատրաստածը, գրեք մեկնաբանություններում, սիրելիներս, ես շատ գոհ եմ ձեզանից, անչափ ձեր բարի ջերմ գրառումների համար, ձեր լավ խոսքերի և կամեցողության համար, Աստված ձեզ շատ օրհնի, ձեզ շատ սիրում է իմ լավ հարազատ բարեկամներ ջան, առանց Աստված կյանք չկա և առանց Աստված մեր օրը չենք սկսում ենք Աստծուն փառք տալով, աղոթելով, գոհություն հայտնելով և մեր աշխատանքը կատարում ենք։ Այս մի փոքրն էլ կտրեմ, տեսեք այս ջիլը մի փոքր է, բայց հանում եմ։ Աշխատանքը ավելի գեղեցկացնում է մարդուն, ես թեթևանում եմ աշխատելով, երբ որ աշխատում ես, շարժվում ես, դա շատ լավ է, խնդրեմ, տեսեք, բավականին շատ միս եմ լցրել, թող ուտեմ իմ ընտանիքի անդամների համար, հիմա տեսեք, խնդրեմ, կարտոֆիլն էլ շատ փոքր չեմ անելու, որպեսզի չլխկվի, մի հատ կարտոֆիլը ցույց տամ, այսպես, գիտեք, նոր տարվանն էլ չէ, պատրաստում ենք, բայց ոնց որ հերթ չի հասնում այս աղցաններին օգտավ, այնքան ուտելիքներ կա, որ իսկ
հիմա որ պատրաստում ես, ոնց որ հաճույքով ուտես եւ համը զգաս իրոք։ Խնդրեմ, այսպես եմ կտրտում, տեսնում եք, չի հաղթվում։ Ասեցի, չէ, կարող ենք ում կարտոֆիլը մանել, կտրտել, խաշել, նոր ավելացնել աղցանին, բայց ես սիրում եմ, որ այսպես լինի, այսպես ավելի համեղ է լինում։ Սա էլ կտրեմ և առանց ձեզ կկտրտեմ կարտոֆիլը։ Կարտոֆիլը կտրտեցի, վերջացրեցի, իսկ հիմա պետք է գազարը կտրեմ։ Նույն ձևի, ինչպես կարտոֆիլը կտրեցի, այդպես էլ գազարը։ Սիրելիներս, այս սալաթին, աղցանին, սիրում եմ միայն մաղադանոս, իրոք սազական է մաղադանոսը, այս աղցանին, բայց ես մի փոքր էլ սիրում եմ, որ սամիտ լինի, իսկ համեմ չեմ սիրում, միայն մաղադանոս և սամիտ կգցեմ։ Այդ ընթացքում էլ վարունգի մարինատը բացեցի, հիմա գազարը վերջացնեմ, գազարն էլ շատ չեմ խաշել, թեթև եմ խաշել, չեմ ասում հում եմ թողել, ուզում եմ ասեմ, որ չլխկվի, պետք չի շատ խաշել, մի քիչ ամուր մնավ, որ տեսեք հատիկ կտրտվում է, իսկ որ շատ ես խասում, խմորվան նման է լինում։ Հիմա սա էլ կտրտեմ, գազարն էլ կտրտեցի, վերջացրեցի, հիմա կկտրտեմ ձուն, խնդրեմ, 3 հատ ձու ինձ թվում է բավական է, շատ պետք չի, որ չծանրանա, այդ ձվի կտրտելը շատ չեմ սիրում, որ մի տեսակ ոնց որ տախտակին լողոզվի, մեր լեզվով ասած, շուտով կվերջացնեմ լրիվ սածիլների, դնելը բաժակների մեջ, արդեն մնացել է մի քիչ պղպեղ, մի քիչ լոլիկ և ծաղիկներ, չնայած նորից ծաղիկներից մի քիչ սածիլել եմ, ցույց կտամ, տեսահոլովակով, բավականին այսօր լոլիկներ էլ եմ դրել, սա էլ կտրեմ, ինձ թվում է բավականն է։ Եվ ցույց կտամ, որ տարել է մեր նոր տուն, տան կայծելին ենք դրել, էլը դարձյալ ուլտրա մանուշակագույն լույսի տակ եմ դրել։ Ցույց կտամ, թե ոնց է աճում։ Հետո առաջ եմ անում, հարգելիներս, տեսեք առաջի պղպեղներ ինչքան մեծ են, հետո երկրորդը, երրորդը, այսպես հերթով, աստիճանաբար։ Հիմա սա էլ լցնեմ, ձնել, և հերթը հասավ վարունգին։ Մեր փակած վարունգներն են շատ համեղ, ընտիր։ Մի քիչ խոշորներն եմ հիմա կտրեմ։ Առանց կոճի, տեսեք, ինչ սորտ է։ Ցանկացողներին կարող եմ ասել սորտը, ֆարսաժ, ընտիր, կուրաժ, ընտիր սորտեր են հարգելիներս, դուք էլ գնեք, ցանեք, դեռ վարունգի համար շուտ է, ես ապրիլի կեսերի նոր կոճը կդնեմ հողը, բաժակների մեջ իհարկե, ոչ թե հենց հողի մեջ, խրխ
խրթան վարում, խրթան, հանեղ։ Այս բաղադրատոմսը ոչ շատ թթու էր, ոչ շատ քաղտր, միջին, շատ համեղ էր, հարգելիներս ստացվում։ Դեռ հելը պետք է նոր տունել գնամ, դրա համար պատրաստեմ, որ ճաշին պատրաստ լինի, դնեմ սառնարանը, գնամ նոր տուն։ Հիմա վարունգն է լրիվ կկտրտեմ ինչքան հարկավոր է։ Ոլորն է լցրեցի, հիմա կտրտեմ սամիթը և մաղադանոսը։ Ինչքան հնարավոր է մանր եմ անում։ Ինչքան հնարավոր է մանրացնում եմ սամիթը և մաղադանոսը, լավ մանր եմ անում, ահա, խնդրեմ, վերջացրեցի կտրելը, հիմա լցնեմ աղցանի վրա, դնեմ մի կողմ, տախտակը և դանակը, հիմա աղցանը առանց մայոնեզի և թթվասերի մի լավ խառնեմ, որպեսզի հավասարաչափ խառնվեն բոլոր բաղադրիչները, հետո կհամեմեմ աղով և սև պղպեղով, ուրիշ ոչ մի համեմունք չեմ լցնելու, սիրում եմ միայն աղի և աղացած սև պղպեղի համը, լավ խառնեմ, խնդրեմ։ Խառնեցի կանանչին կտրտած, հիմա մի փոքր կաղեմ, շատ քիչ, որովհետև վարունգն էլ է թթուն աղի, մի քիչ էլ կլցնեմ սև պղպեղ, կխառնեմ նորից լավ, հետո երբ որ կմատուցեմ, հարգելիներս, այդ ժամանակ ցույց կտամ, թե ինչպես ստացվեց։ Հիմա նորից մի լավ կխառնեմ, սիրելիներս, որպեսզի բոլոր աղցանը չպատեմ մայոնեզով կամ թթվասերով, վերցրել եմ մի ուրիշ տարա, մեջը մի փոքր կլցնեմ մեր աղցանը համտեսելու համար, սա բավական է, հիմա կավելացնեմ մայոնեզը, կներեք կեշայի ձայնի համար, այսօր շատ, ոնց որ ասած, զահլաս տարավ, կխառնեմ, հիմա կխառնեմ, համ ինքս համը համտեսելու, համ էլ ձեզ կասեմ, կփոխանցեմ համը, մի քիչ էլ ավելացնեմ, խնդրեմ, դա բավական է, սա հիմա նորից կխառնեմ, մի լավ կլցնեմ մատուցող ամանի, լցրեցի մատուցող ափսեն, հիմա կհամտեսեմ, ստացվեց շատ համեղ, պատրաստեք, վայելեք հարգելիներս, մնացածը բերանը ծածկեմ, դնեմ սառնարանը, ճաշի ժամանակ կմատուցեմ, նոր մայոնեզ կլցնեմ, սա կտամ հիմա մարինկա սկուտի, այս գեղեցիկ ծաղիկների տեսքով էլ ձեզ մաղթում եմ սիրելիներս, ապրեք երկար, լինեք առողջ, գրկում համբիրում եմ, արևշատություն եմ ձեզ մաղթում, բազում լավ օրեր, անչափ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, մնացեք